Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1383-րդ օրն է, դեկտեմբերի 7-ն է։ Հայ ժողովրդի համար այս օրը հերթական ողբերգության հիշատակի օր է, Սպիտակի երկրաշարժի օր է։ Ես պատկանում եմ այն սերնդին, որը երբեք չի մոռանա այդ դաժան օրերը հայ ժողովրդի համար։ Երկնային արքայություն զոհերին, իսկ նրանց հարազատներին եւ մտերիմներին մաղթենք համբերություն։ Ասում են ժամանակը բուժում է, չգիտեմ, վստահ չեմ։ Շատ կուզեի, որ մեր օրացույցում նման օրեր չավելանային երբեք։ Ձեր էկրաններին երևում է Կիևի կենտրոնում գտնվող խաչքարի վրա գրությունը, որտեղ ամեն տարի հավաքվում են Ուկրաինայի տարբեր քրիստոնեական կոնֆեսիաների հոգևորականներ աղոթելու մեր ժողովուրդների զոհերի համար, անմեղ զոհերի հիշատակի համար, հիշելով ցեղասպանությունը, ուկրաինացիների Գալադամորը, Չեռնոբիլի եւ Սպիտակի աղետների զոհերին։ Այսօր Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում անցկացվել են հիշատակի աղոթքներ, իսկ դեկտեմբերի 9-ին նույն խաչքարի մոտ տեղի կունենա ընդհանուր աղոթք Ուկրաինայի հոգևորականների կողմից, ինչպես ասացի, միասնական աղոթք տարբեր կոնֆեսիաների հոգևորականների կողմից Սպիտակի երկրաշարժի զոհերի համար։ Սա հստակ ցուցիչ է Ուկրաինայի եւ Հայաստանի ժողովուրդների հարաբերությունների։ Մենք միշտ առաջին շարքում ենք եղել օգնելով իրար դաժան օրերին եւ ինչքան էլ Մոսկվան կուզեր զրկել մեզ հիշողությունից կամ մոռացության մատնել ճշմարտությունը, մենք հիշում ենք եւ կպատմենք այն նրանց, ովքեր մոռացել են։ Այսօր մենք կանգնած ենք անարդար պատերազմի իրականության մեջ, որի ընթացքում պետք է պաշտպանենք ոչ միայն մեր կյանքը, մեր պետությունը, այլ նաև նրանց, ովքեր կարող էին դառնալ Պուտինի ագրեսիայի ապագա զոհեր։ Ռուսաստանը շարունակում է գիշերային հարվածներ հասցնել Ուկրաինային, թիրախավորելով խաղաղ քաղաքացիներին եւ ենթակառուցվածքները։ Մենք գիտենք, որ մահվանից առաջ հաճախ լինում է հոգեվար, եւ ահա մահացող այս պսևդոկայսրությունը նախքան ամոթալի պատմության գիրկն անցնելը փորձում է առավել վնաս հասցնել մարդկանց, ովքեր խաղաղ ապրել են իրենց երկրում, իրենց տներում, նույնիսկ ուշադրություն չդարձնելով կամ ավելի ճիշտ փորձելով ուշադրություն չդարձնել Ռուսաստանի գոյությանը։ Ռուսաստանը բոլոր միջոցներով փորձել է խանգարել մեր զարգացմանը եւ եվրոպական քաղաքակրթությանը մոտենալուն։ Կրեմլը տասնամյակներ շարունակ օգտագործել է Դոնբասի եւ Ուկրաինայի հարավի բնակիչներին, ովքեր ընտրությունների ժամանակ քվեարկել են պրոպուտինյան կուսակցությունների օգտին եւ ետ են պահել Ուկրաինային եվրոպական ապագայից։ Իսկ երբ դա չօգնեց, Պուտինը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, առաջին հերթին ոչնչացնելով այն տարածքները եւ մարդկանց, ովքեր իրեն ամենաշատն էին վստահում։ Կարծես է լուծում հենց նրանցից, ովքեր իրեն ավելի շատ էին հավատում։ Մոսկվայի յուրաքանչյուր քայլ վերածվում է ավելի մեծ պարտություն նրա համար։ Պուտինը սպանել է մարդկանց, ովքեր իրեն օգնում էին հեռացնել Ուկրաինան Եվրոպայից եւ իրականում խանգարում էին երկրի լիարժեք զարգացմանը։ Պուտինը սպանել է իր սեփական օգնականներին, նրա համար, որպեսզի վախեցնի մեզ։ Բայց մենք ավելի շատ ենք ատում Պուտինի Ռուսաստանին եւ այն ողջ տառապանքի համար, որ նա հասցրել է Ուկրաինային։ Պուտինը փորձելով ավելի ամուր կարճել Ուկրաինայից, իր գրկում խեղդեց նրանց, ովքեր ամենից շատ էին հավատում իրեն, Դոնբասի եւ Ուկրաինայի հարավի մարդկանց, եւ փոխարենը մոտեցներ Ուկրաինային, ավելի հեռու հրեց իրենից, իսկ որքան Ուկրաինան հեռանա Ռուսաստանից, այնքան մոտ է սպասված ազատությունն ու բարեկեցությունը։ Ցավոք, մարդկանց կյանքերը ետ չեն գա։ Այո, մեր որոշ համակարգացիներ ավելի էին հավատում Պուտինին, բայց նրանք միևնույնն է մեր համակարգացիներն են։ Հենց պուտինյան ռոպագանդան է նրանց մոլորեցրել։ Սա ասում եմ այն միամիտների համար, ովքեր Հայաստանում դեռ հավատում են Պուտինին, նրա ստերին։ Կցանկանայի համեմատության համար բերել Լեհաստանի տնտեսության օրինակը, որը արդեն առաջ է անցել Շվեյցարիայից եւ մտել է աշխարհի 20 ամենահզոր տնտեսությունների շարքը։ Լեհաստանը կարողացավ կտրվել Ռուսաստանից, մտնել ՆԱՏՕ եւ Եվրոմիություն ու սկսել զարգացնել իր տնտեսությունը խաղաղ եւ նորմալ պայմաններում։ Իսկ հիմա ուշադրություն 91-ին, երբ ԽՍՀՄ փլուզվեց եւ Ուկրաինան անկախություն ստացավ, Ուկրաինայի հնան ավելի բարձր էր, քան Լեհաստանինը։ Հիշենք, որ Ուկրաինայում եւ Հայաստանում, որոնք անգամ ԽՍՀՄ-ի շրջանակներում ինդուստրիալ եւ ագրարապես զարգացած երկրներ էին, այսօր կարճատես քաղաքական գործիչների մեղքով ստիպված են տարիներ շարունակ փորձել հասնել դագնացիա ռուսերեն լեզվով մեր սեփական պոտենցիալին, որը ունեինք, ասենք, պայմանական 88 կամ 87 թվականին։ Ռուսաստանի քարոզչությունը 30 տարի շարունակում է մեզ վերադարձնել իր ազդեցության շրջանակ, անպատասխանատվության, աղքատության, բացթողության, ավտորիտարիզմի տարածք։ Մեզ բոլորիս
վերահսկելու համար։ Այս մասը երևի ռուսերեն էլ ասեմ, այն ռուսախոս հայերի համար, որ ավելի лав հասկանան, российская пропаганда 30 лет пытается нас вернуть в свои ряды. Ряды разгильдяйства, нищеты, безответственности и авторитаризма. Кремль пытается отнять у нас независимость и благосостояние ради своего эгоистичного желания возвышаться над нами всеми и диктовать, как нам жить. Но так не будет. Мы не подарим свою независимость, своей страны, своих людей Путину. Այսօրվա հեռարձակման ընթացքում ցանկանում եմ ներկայացնել բացի ռազմաճակատի լուրերից նաև մի շարք կարևոր թեմաներ կապված Ուկրաինայի եւ Եվրոպայի, Ամերիկայի հետ բանակցությունների առումով ստերի եւ դեզինֆորմացիայի մասին, որը մամուլում վերջին օրերին նորից շատացել է, Հաագայի դատարանի դիրքորոշման մասին, Ռուսաստանի բանկային եւ տնտեսական ճգնաժամի մասին, ինչպես նաև Իլոն Մասկի Եվրոմիությունը լուծարելու ցանկության վերաբերյալ, կաշխատեմ կարճ, բայց շատ տեղեկատվական հաղորդում ներկայացնել։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը խթանելու համար, լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, այնտեղ նաեւ ներկայացվում է Ուկրաինայի հայերի կյանքը եւ առօրյան, QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Միջազգային քրեական դատարանը չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների հնարավոր քաղաքական համաներումները, հնարավոր համաներումը Կիևի եւ Մոսկվայի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրի շրջանակներում չի փրկի ռուս բռնապետ Պուտինին, Հաագայի դատարանի կողմից նրա նկատմամբ կալանավորման օրդերը, ինչպես նաեւ ռուսաստանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ օրդերները կմնան ուժի մեջ նույնիսկ հնարավոր խաղաղ համաձայնագրի դեպքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը անելով միջազգային քրեական դատարանի հայտարարությանը, միջազգային քրեական դատարանում բացատրել են, որ արդեն իսկ տրված օրդերների գործողության կասեցման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հատուկ բանաձև։ Ինքնին խաղաղ համաձայնագիրը նույնիսկ եթե այն կանխատեսում է համաներում, դատարանի համար ավտոմատ իրավաբանական ուժ չունի։ Միջազգային քրեական դատարանի փոխդատախազ Նաջատ Շամիմ Խանը հղում է արել Հռոմի ստատուտին, որը դատարանի հիմնադիր փաստաթուղթն է, նշելով, որ հնարավոր քաղաքական որոշումը չի խոչընդոտի դատարանին իրականացնել արդարադատություն այս գործով։ Հնարավոր համաձայնագրից խոսեցինք, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելեգը պնդում է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի համար խաղաղ համաձայնագրի նախագիծը գրեթե պատրաստ է, համաձայնության չի հաջողվում հասնել միայն ամենասուր երկու կետերով։ Նման հայտարարություն պաշտոնյան արել է Ռեյգանի կենտրոնում ազգային պաշտպանությանը նվիրված ֆորումի ժամանակ, մեջբերեմ գործարքը գրեթե պատրաստ է հայտարարել է։ Թրամփի ներկայացուցիչը նրա խոսքով համաձայնագիրը կնքելուն խոչընդոտում են երկու կետեր, առաջին կետը ամերիկացի պաշտոնյայի խոսքով վերաբերում է տարածքներին, իսկ երկրորդը Քելոգի խոսքով Զապորոժիեի ատոմակայանի ճակատագրին, որը ներկայումս օկուպացված է ռուսների կողմից։ Լրատվամիջոցների տվյալներով պլանը ենթադրում է, որ ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի ՄԱԳԱՏ-ն։ Նշեմ, որ տարածքային զիջումները Ուկրաինայի ծրագրերում չեն, բայց արևմտյան բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում փորձում են դա ներկայացնել որպես Եվրոմիության պայման, իբր Եվրոմիությունը մեզ համոզում է չզիջել։ Ամենայն հավանականությամբ այդ հրապարակումները Եվրոմիության դերի ընդգծման եւ Թրամփի վրա ճնշում գործադրելու փորձ են, բայց մեր լսարանը կարծում եմ բոլորից լավ գիտի, որ առանց օտարների էլ Զելենսկին երբեք մտադիր չի եղել մեր տարածքները որևէ մեկին զիջել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը պնդում է, որ մենք դուրս բերենք մեր զորքերը Դոնեցկի մարզից, ուկրաինական կողմը կտրուկ հրաժարվում է։ Երեկվա եթերում անդրադարձել եմ բանակցությունների ընթացքին, նորից գնդակը նետվեց ռուսական դաշտ, ինչը նշանակում է, որ ուկրաինական կողմը լավ է բանակցել։ Սա եւս մեկ անգամ խոսում է այն վերլուծաբանների սնանկության մասին, որոնք պնդում էին, թե եղած առաջարկությունները քննարկել չի կարելի, իբր այդ քննարկումներին մասնակցելու փաստը կապիտուլյացիա է, բայց տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում։ Ուկրաինան չի թույլատրում, որպեսզի իր հանդեպ ինչ-որ մեկը փորձի որոշումներ ընդունել առանց իր մասնակցության, այնպես որ մենք պետք է մասնակցենք բոլոր տեսակի քննարկումներին, որքան էլ դրանք մեզ տհաճ լինեն։ Սա մեր երկրի պաշտպանության համար է։ Սա քաղաքականություն է։ Մարդիկ, ովքեր հայաստանյան դիվաններին նստած քաղաքականությունից պատկերացում չունեն կամ պարզապես Պուտինի կողմնակից են, ինչ որ կապիտուլյացիաներից էին խոսում, բայց հիմա տեսնում ենք, որ իրենց երազանքը չիրականացավ։
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը կոչ է արել Եվրոպայում արմատական վերակառուցում անել այն բանից հետո, երբ Եվրոհանձնաժողովը տուգանել է X սոցիալական ցանցը, ամերիկացի միլիարդատերը հենց այդ հարթակում գրառում է հրապարակել, որտեղ կոչ է արել լուծարել Եվրամիությունը։ Մեջբերեմ Եվրամիությունը պետք է վերացվի, իսկ ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին, գրել է միլիարդատերը։ Նրա խոսքով նման քայլը հնարավորություն կտա եվրոպական առանձին պետությունների կառավարություններին իբր ավելի լավ ներկայացնել իրենց ժողովուրդներին։ Պատկերացնում եք ըստ կոմերսանտի հանդգնությունը։ Սա ակնհայտ օրինակ է, թե ինչպես են որոշ կորպորացիաների ներկայացուցիչներ վերաբերվում գոյություն ունեցող համաշխարհային կարգին։ Ես որոշեցի այս թեման ներկայացնել, որպեսզի ընդգծեմ որոշ կորպորացիաների անհամարժեքությունը իրականության հետ։ Փառք Աստծո, նմանների թիվը մեծ չէ, բայց ցավոք նրանք շատ ակտիվ են եւ ազդեցիկ։ Մենք պետք է իմանանք այս ամենի մասին եւ պատրաստ լինենք պաշտպանել մեր շահերը։ Գիշատիչները, ովքեր իրենց շահի հաշվին պատրաստ են փլուզել աշխարհակարգը, պետք է շանս չունենան իրենց ոտքը պնդելու, ինչպես ժողովուրդն է ասում։ Իսկ այս ֆոնին Ռուսաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել Կուրսկի մարզի պատերազմի պատճառով տարհանված բնակիչների ամենամյա վճարումները։ Կուրսկի մարզի այն բնակիչները, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են տուն եւ ունեցվածք, հանկարծակի զրկվել են ամենամսյա վճարումներից։ Կուրսկի նահանգապետը հայտարարել է, որ դեկտեմբերը վերջին ամիսն է լինելու, երբ մարդկանց կփոխանցեն 65000 ռուբլի։ Կուրսկի նահանգապետը պատմել է, որ ֆինանսավորումը իբր ուղղվելու է տարածաշրջանի զարգացման եւ վերականգնման այլ ծրագրերին։ Նրա խոսքով այդ որոշումը հաստատվել է Ռուսաստանի կառավարության կողմից, այսինքն ամենաբարձր մակարդակով։ Կարծում եմ մեր լսարանը լավ գիտի, թե ինչի հետ է դա կապված, բազմիցս անդրադարձել ենք Ռուսաստանում խորացող տնտեսական ճգնաժամի թեմային։ Ըստ հենց ռուս տնտեսագետների կարծիքով Ռուսաստանը պարտվել է իր տնտեսությունը եւ այլևս անցյալին վերադարձ չկա։ Նաև ռուսական բանկային համակարգը արագորեն մոտենում է իր պատմության ամենասուր ճգնաժամերից մեկին, սա Պուտինի կառավարման արդյունքներն են։ Այս ամենի հանդեպ ուշադրություն է հրավիրել ռուս անկախ տնտեսագետ Վիաչեսլավ Շիրայևը։ Իրավիճակը այնքան կրիտիկական է, որ դրա մասին խոսել է նաև Ռուսաստանի Դաշնության մակրոտնտեսական վերլուծության կենտրոնը։ Այդ կառույցը մոտ է Կրեմլին, այն ղեկավարում է պաշտպանության նախարար Բելաուսովի եղբայրը։ Մինչև պաշտպանության նախարար դառնալը կարծեմ Բելաուսովը իր եղբոր հետ կառավարում էր նաև այդ կենտրոնը։ Կենտրոնի վերլուծաբանները նախազգուշացրել են, որ արդեն հաջորդ տարի խնդրահարույց ակտիվների մասնաբաժինը կգերազանցի 10%-ը, իսկ հաճախորդները զանգվածաբար կսկսեն գումարներ հանել բանկային հաշիվներից։ Հրապարակված սցենարներով պետությունը ստիպված է լինելու փրկել բանկային համակարգը կամ բանկերի զգալի մասի վերակազմակերպման կամ ազգայնացման կամ ուղղակի ֆինանսական ներարկումների միջոցով, մեկնելնի պետությունը փրկիչ, Դրա համար Ռուսաստանը ստիպված կլինի ծախսել ՀՆ-ի ավելի քան 2%-ը ռուբլիով, սա նշանակում է մոտ 5 տրիլիոն ռուբլի գումար։ Արդյոք Պուտինը ունի նման գումար իրավիճակը փրկելու համար։ Կապրանք կտեսնենք։ Ճգնաժամի մոտենալու նշանները արդեն նկատելի են։ Առկա տվյալներով հոկտեմբերին Ռուսաստանում ժամկետնանց եւ ակնհայտ թունավոր կոչվող վարկերի ծավալը հասել է հսկայական չափերի։ Ուզում եմ եւս մեկ անգամ զգուշացնել մեր հայրենակիցներին, ովքեր չեն աջակցում Պուտինին, բայց ճակատագրի բերումով ապրում են Ռուսաստանում, ընդունեք ձեզ համար անհրաժեշտ որոշումները, պաշտպանեք ինքներդ ձեզ ռուսական տնտեսության փլուզումից։ Անցնենք ռազմաճակատի թվերին, առաջնագծում տեղի է ունեցել 161 մարտական բախում, ամենաթեժ իրավիճակը, ինչպես միշտ, Պոկրովսկի եւ նրա շրջակայքում է, որտեղ գրանցվել է 45 մարտական բախում, ուկրաինական զորքերը ոչնչացրել են եւս 1080 ռուս զինվոր, անցած մեկ օրվա ընթացքում եւ 706 միավոր տեխնիկա եւ զինամթեր, այդ թվում 3 տանկ, 33 հրետանային միջոց, 2 ռեակտիվ հրետանային կայան, 540 ռուսական տակտիկական դրոններ եւ 30 թևավոր հրթիռներ։ Այս ամենին ավելացել է նաև 98 ռուսական բանակի տրանսպորտային միջոց, դե ավանակները չհաշվացել, այդ խեղճ կենդանիներն էլ հետն են կործանում Պուտինի օկուպանտները։ Ուկրաինայի գլխավոր շտաբի գնահատականով լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո ռուսական զորքերի ընդհանուր կորուստները կազմել են արդեն 1,180,870 օկուպանտ, այսինքն նոր կլոր թվի շեմ է հատվել։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ գենշտաբի տվյալները հավաքվում են ֆոտոտեսաֆիքսման միջոցով եւ բազմիցս ասել եմ, որ այս թվին հանգիստ կարելի ավելացնել եւս 10-ից 15%, որովհետեւ հաճախ ուկրաինական հարվածներից հետո ռուս զինվորներից բան չի մնում նկարելու, ֆիքսվում է այնինչ հնարավոր է ֆիքսել, այսինքն գենշտաբը միշտ ավելի քիչ կարող է ներկայացնել, քան իրականում կա։
Բարի դրոններն ու հրթիռները երեք նորից աշխատել են օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի տարածքում ռազմական եւ ռազմավարական թիրախներ խոցելու ուղղությամբ, մասնավորապես հարվածել են Էնգելս քաղաքին, տեղական նավթային բազան հրդեհվել է։ Դեկտեմբերի 7-ի գիշերը մեր հարվածային դրոնները խոցել են Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքում գտնվող օդանավակայանը, որտեղից բարձրանում են ռուսական մարտական եւ ռմբակոծիչ ինքնաթիռներ, որոնք Ուկրաինային հարվածում են հրթիռներով։ Տեղացիները պնդում են, որ դրոնները վնասել են նաև Էնգելսի Կրիստալ նավթաբազան Սարատովի մարզում։ Իդեպ բոլոր տեսանյութերը սովորաբար հասանելի են մեր Telegram ալիքում։ Բացի այդ պայթյունների մասին հաղորդվում է նաև Ռոստովի մարզից, որտեղ վնասվել է էլեկտրահաղորդման աշտարակը, այս մասին հայտնում են նաև ռուսական լրատվամիջոցները։ Դե իսկ Ղրիմում վերջին օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով ուկրաինական կողմը ռուսներին ստիպում է զրկվել նրանց հոբ միջոցներից, ծանր հարվածներ հասցնելով։ Վստահ եմ մեր Telegram-ին հետևողները ամբողջը տեսել են։ Երեկվա Ուկրաինայի մարզերի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածի պատճառով ուկրաինական ատոմակայանները իջեցրել են գեներացվող հոսանքը անվտանգության պատճառով, քանի որ որոշ աբոնենտներին հոսանքը հասցնելը ժամանակավորապես հասանելի չէ։ Այդ իսկ պատճառով էլեկտրականության անջատումները երկրով մեկ, մասնավորապես նաև Կիևում շատացել են։ Էներգետիկները փորձում են արագ վերականգնել հոսանքուղիները եւ ենթակայանները, որպիսի գեներացիան վերականգնվի։ Դե մենք սրա միջով անցել ենք, առաջին անգամ չէ, նույնիսկ բլեքաուտներ ենք տեսել 22 թվականին, այնպես որ անջատումներին կդիմանանք։ Իհարկե մի քիչ ավելի շատ ժամանակ ենք ստիպված լինում ծախսել մեր գործերի համար, բայց կարևորը հիմա 22 թվականը չէ, փառք Աստծո։ Այսքանով ավարտեմ Կիրակի օրվա եթերը, չմոռանաք լայքել եւ տարածել մեր հաղորդումը։ Ձեզ լավ աշխատանքային շաբաթ եմ մաղթում, թող իրականանան բոլոր մտահղացումները, իսկ մենք հույս ունեմ կհանդիպենք արդեն վաղը, բարով մնաք։